Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Թբիլիսից, պարոն Գյորգի Թումասյանը, ձեզ շատ լավ հայտնի, քաչ հայտնի, ում կարիք չկա ներկայացնելու։ Բարև Գյորգի ջան, ինչպե՞ս ես։ Բարև դարձ։ Շնորհակալ եմ, լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Առաջարկում եմ մի քանի հարց քննարկել։ Հիմնական թեմաները Իրան, Ուկրաինա, բայց կարծում եմ ամենակարևոր թեման այնինչ տեղի ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Ասում եմ Հայաստանի շուրջ, քանի որ տեսնում ենք, թե ինչպիսի լուրջ հիմա միջամտություն է տեղի ունենում Հայաստանի ներքին գործերին։ Ես անկեղծ ասած չէի սպասում, Թումասյան ջան, որ այսպիսի միջամտություն լիներ Ռուսաստանի Դաշնության կողմից բացահայտ, այսինքն ներքին կարգով այդ հիբրիդային պատերազմի մեկ ականատես եղել ենք, բայց որ Վլադիմիր Պուտինի շուրթերից այդպիսի հայտարարություններ միանգամից հնչեին, որ մեր մարդկանց մի խոչընդոտ եք մասնակցելու ընտրություններին, նրանց կալանքից ազատեք, հետո արդեն տեսանք արտգործնախարարության իրենց արձագանքը, դեսպանի հիմա ակտիվությունը, ով գնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ակտիվությունը, ինչ է սա, քո կարծիքով։ Շատ Ինչ է փոխվել կարևոր, հա, նաև։ շատ կարևոր հարց է ու անկեղծ ասած մի հատ տեղեկատվություն ունեմ, որը այնա կօգտվեմ առիթից եւ ոնց որ կբացահայտեմ մեր հանրության համար, իմ տարբեր աղբյուրներից են, որ դա իրականում կոնկրետ գիտեք, մեր հանրությունը գիտի, չէ, բազում գմբեթ ունի Կրեմլը ասում են, այսինքն տարբեր խումբեր կան այդտեղ ազդեցության, ոնց հասկանում եմ, ակտիվացել է այն խումբը եւ դրա մասին է ինձ եկող տեղեկատվությունները, որը անմիջապես կապ ունի այս օլիգարխիկ համակարգի հետ, այսինքն որը երկար ժամանակ սնվել է Սամվել Կարապետյանի հետ այդ բիզնեսներից, Ռոբերտ Քոչարյանի հետ բիզնեսներից, դե Քոչարյանն էլ օլիգարխ միլիարդատեր է, չէ, եւ այլն, այսինքն ով հենց այդ կոռուպցիոն գործընթացներում մասնակցել է, իրանք են կարողացել, որ իրականում Վլադիմիր Պուտինը անձամբ բարեք անկեղծ լինենք, հիմա որ իր գործը չի այսպիսի բան հայտարարել եւ ոչ էլ երբեք հայտարարել է, չնայած դրա իհարկե միշտ ներխուժել են ներքին գործերին, բայց Այո, իրոք այսպիսի բացահայտ հանրային ասելը չի եղել, որովհետեւ իրանք էլ են գիտակցել եւ իրան չի հասել։ Հիմա ոնց կարծում եմ հասցրել են, ոնց հասկանում եմ այդ տեղեկատվությունից, հասցրել են Վլադիմիր Պուտինին հենց այս մարտիկ, այսինքն ես դա հաշվում եմ, որ ներսից է այդ Հայաստանից է գալիս այդ ցանկությունը, որ գուցե Ռուսաստանը բացահայտ աջակցի, ինչպես խոսքին Վենսը աջակցեց Օրբանին։ գործող վարչապետին, հա, բայց այստեղ կարևոր է ինքը վերընտրվելու առումով չի ասել, ինքը ասել է, որ մենք աջակցում ենք գործող վարչապետին, դա շատ նորմալ բան է, այսինքն տարբերվում է ի վերջո։ Եվ փաստացի այս խմբերը Լավրովի շնորհիվ, դա էլ ասեմ, այնտեղ մի քանի տարբեր խումբ կա ազդեցության, Լավրովը իր խումբը ունի, հենց Լավրովի խմբի մաս կարելի է դիտարկել Մարգարիտա Սիմոնյաններին, Գաբրիելյանովներին եւ այլն այդ սպառնալիքի, շանտաժի, պատերազմի, այսինքն չնայած որ մարդը առաջի դիվանագետն է Ռուսաստանի, չնայած դրա ինքը ամենաշատ պատերազմի իրականում աջակիցն է։ Եթե նայենք իր հայտարարությունները շատ ռազմատենչ է միշտ։ Եվ հիմա այդ սցենարն են առաջ տանում, որ մի կողմից վախեցնեն, մյուս կողմից կոնկրետ ասեն, որ այս մարդկանց ընտրեք, այս մարդիկ էլ այստեղ ուզում են, որ կոնկրետ հենց իրանց վրա ցույց տան, որ հիմա որովհետև դրանից հետո Սամվել Կարապետյանը հայտարարություն արեց իր էջում, գրել է այդ հայտարարությունը, այսինքն չի արտասանել կամ եւ այլն չի Այո, բարձր։ քեցրել եւ այդ գրված տեքստում կա սպառնալիք փաստացի, որ Ռուսաստան կառավարի տնտեսական պատերազմ։ Այսինքն ակնհայտորեն ինչ որ ասում ես հիմա, տեսնում եք կոորդինացում երկու կողմից, որ երկու կողմը միանգամից պետք է սպառնան, որ ժողովուրդը վախենա եւ անկեղծ ասած երևում է, որ կա ժողովուրդ, ով մեր ժողովրդի մաս, ով մտահոգված է, ով ունի տնտեսական կապեր, ով ունի բարեկամական կապեր եւ այլն Ռուսաստանի հետ եւ արդեն մտահոգված են, այսինքն սա հիբրիդային պատերազմի ավելի ծանր ձևաչափն է, երբ բացահայտ սպառնալիքների է դիմում։ Մենք այդպիսի սպառնալիքներ Ադրբեջանից ենք ունեցել տարիներ առաջ։ Հիմա Ադրբեջանը չի սպառնում, Այո։ Ռուսաստանն է։ Իսկ Փաշինյանի հայտարարությունը, որ
այդ միլիարդատերերը կարող է աղքատանան կամ բոմժի վերածվեն, ինչպեսի արտահայտություններ մոռացա, բայց իմաստը դա Հա, էր, կարծես պարոն Թումասյան։ Սա ինչ է նշանակելու ընտրություններից հետո, եթե իրենք չկարողանան հասնել իշխանության, շատ վատ սցենար է, հա, իրենց սպասում փաստացի։ նաև ասեմ, որ ես կան աղբյուրներ, որտեղից որ գիտեմ, որ Սամվել Կարապետյանը չէր ուզում մասնակցել այս գործընթացներում։ Դե Եվ դա բնական է։ հանրային էլ է ասել, մի հատ տեսա հոլովակ կա, որտեղ որ ինքը ասում է, որ ես քաղաքականության մեջ չեմ ուզում մասնակցել, առհասարակ, ինձ չեմ պատկերացնում եւ այլն, որ բիզնեսը ավելի անվտանգ եւ հանգիստ միջավայր է։ Ես համոզված եմ, որ վարչապետը եւ լսում էի մեկ падգամավորին քաղաքացիական պայմանագրից հետաքրքիր բան ասաց, որ վարչապետը որևէ բան չի ասում առանց փաստերի։ Եվ դա հիշում եք Կտրիչ Ներսյանի թեմայով էլ կար այդտեղ հետո որ ԱԱԾ-ն տվյալներ բարձրացնեց եւ այլն։ Ես ենթադրում եմ, որ արտաքին հետախուզության ծառայությունը, որը վարչապետին է ուրեմն վարչապետի ղեկավարության ներքո է, այդ ծառայությունը երևի ունի այդ տեղեկատվություններ, որ կոնկրետ սպառնալիքներ են եղել իր գույքի հետ կապված։ Ես նաև կարող եմ ասեմ, որ այո, գիտեմ, որ սպառնալիքների մթնոլորտ կա, այսինքն Սամվել Կարապետյանը իրոք հասկանում է, որ եթե չկատարի այն, ինչ իրեն հանձնարարել է, այսինքն այդ իրավիճակում ինքը կունենա լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից, եթե կատարի այն, ինչ Ռուսաստանը ասում է, ապա Հայաստանի հետ է խնդիր ունենալու եւ արդեն ունի ձերբակալված էր, հիմա տնային կալանք է, բայց ամեն դեպքում, որովհետեւ հայկական պետությունն էլ դե Վլադիմիր Պուտինը բացահայտ ասում է, դրան հիմա շատ խելք պետք չի, որ հասկանաս, որ ինչ նպատակով է ուղղորդված այստեղ։ Բայց մեկ բան կա, նույնիսկ այս իրավիճակում ասում են, որ դա մեր մասին չէ։ Երեք Նարեկ Կարապետյանի հարցազրույցն է նայում հանրային հեռուստաընկերության եթերում, լրագրողը հարցնում է, բայց ձեզանից բացի Ռուսաստանի քաղաքացի կա, ով ձերբակալված է քաղաքական մասնակցություն։ Եվ չպատասխանեց այդ հարցին։ Հասկանում եք, այսինքն Պարոն նույնիսկ ուզում Թոմասյան, եք ես մեկ եզրահանգման եմ նաև գալիս, ահա մեր զրույցից, եթե կարելի է, այսպիսի մարդիկ ուրեմն ինչ-որ միտեղ նաև մեր օգնության կարիք ունեն։ Մեր ասելով հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների, այսօր Սամվել Կարապետյանն է, վաղը մեկ ուրիշը կլինի, եւ նրանց ձեռքից ունեցվածք էլ կխլեն եւ կփորձեն օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես կարելի է օգնել այդ մարդկանց ի վերջո։ Մենք տեսնում ենք, որ իրոք Սամվել Կարապետյանը նախկինում չէր ցանկանում մասնակցել այս քաղաքական գործընթացներին, եւ հիմա ստիպված է այդ մարդը մասնակցել։ Եվ եթե գա իշխանության, պարզ է ինչ կլինի Հայաստանի հետ, քանի որ դրսից է այդ ամենը արվում։ այո, օգնելու մասին բարդ է խոսել, որովհետև Ռուսաստանում այսպիսի համակարգ է։ Այսինքն Ռուսաստանում այս համակարգը փոխել ոչ ոք չի կարող, ոչ էլ ռուս ժողովուրդը նույնիսկ։ Այսինքն Մի իրենց ունեցվածքը տեղափոխեն Հայաստան ավելի լավ կանց կլինի, չեն տա հարավ։ հարաբերություն։ Բա ՖՍԲ-ն ինչի համար է, որ ՖՍԲ-ն թույլ տա, որ այդ միլիարդները Ռուսաստանից հանեն։ Դե հիմա Սամվել Ապա Կարապետյանի մասին պարզ է, մնացածները ինչ որ հա, մի ձև կարող բայց են։ ես կասկածում եմ անկեղծ ասած։ Եվ ես մենակ հայ օլիգարխ, ռուսաստանցի օլիգարխների մասին չեմ մտածում, սա այլ առհասարակ։ Այսինքն, տեսեք պատմության առումով ինչը տեղի ունեցել։ Սովետական ժամանակ կար պետություն, որ ամեն ինչ վերահսկում էր, փլուզվում է Սովետի միությունը, ձևավորվում է արդեն այս ձիգի կապիտալիզմ, որ կոչում են, հա, որտեղ ամեն ինչ անցնում է սեփական մասնատերերի, բայց պետություն չկա առհասարակ Ռուսաստանում, եւ հետո գալիս է Վլադիմիր Պուտինը, KGB-ի, այսինքն ՖՍԲ-ի պետը իշխանության, եւ ինքը այն օլիգարխներին, որոնք հարստացել են սովետական ժառանգության շնորհիվ, եւ իրականում այդպես է, դրա շնորհիվ են հարստացել, բոլորին պետականացնում է չի ձևավորում սովետական միության պես համակարգ, որ պետությունին է պատկանում ամեն ինչ։ Բայց մենք գիտենք, որ այդ ամենը հիմա ինչ որ կա, այդտեղ բոլոր ընկերությունները, բոլորը պետությունի հետ վերահսկողության տակ են գտնվում։ Եվ իրանք Նորմալ։ տեսնում են այդտեղ, որ Յանուկովիչ կա խոսքին այնտեղ, Մոլդովայում իր օլիգարխները կան, ուրիշ պետություններում ուրիշ օլիգարխներ։ Հայաստանում էլ մենակ Սամվել Կարապետյանը ոչ չի, բա Ռուբեն Վարդանյանը, Ռուբեն որը եկել Վարդանյան, ես էի ուզում հիշել, ինչ եղավ այդ մարդու հետ։ է Ինչի իրան չի հիշում Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպելիս։ բա որովհետև իրականում Ռուբեն Վարդանյանը, որ բանտում է հիմա Բաքվում, ինչը ոնց որ հայ մենք չենք կարող չդատապարտել, դա
Դրա իրական պատճառը այն է, որ ինքը միջև վերջ հավատաց Ռուսաստանին նրա փոխարեն, որ դուրս գար այդտեղից, երբ որ Հայաստանը առաջարկում էր, որովհետև եւ ոչ միայն իրա մնացածն էլ, որովհետև իրանք հավատում են, որ Ռուսաստանը իրանց կփրկի։ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը հիշում եք, չէ՞, որ մենք իշխանական պետությունը, պետականությունը, անկախությունը փրկել հիմա չենք կարողանա, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կազմում պետք է լինենք Թաթարստանի պես։ պես։ Այսինքն նույն հիմա Սամվել Կարապետյանը դա բացահայտ դեռ չի ասում, բայց տեսեք, օրերս իրանք քարտեզ ներկայացրեցին արհեստական բանականության կողմից ստեղծված ինչ-որ տեսահոլովակում Ղարաբաղի եւ Ղարաբաղի շուրջ 7 տարածքի ներառմամբ։ Սամվել Կարապետյանի ուժը նկատի ունեմ։ Այդ օրակարգով մենք ոչ միայն թրիփից ենք դուրս գալի, մենք Ադրբեջանին տալիս ենք հիանալի հնարավորություն սկսել պատերազմ։ Եվ այդ պատերազմը եթե սկսեն, մենք կարող ենք ունենալ միջանցք, ավելի մեկ չունենանք, Ադրբեջանը ունենա մեր տարածքով, ուրով բացի այդ միջանցքը, որը կանխվել է թրիփի շնորհիվ, եւ հետո ենթադրում եմ, որ կհավաքվեն այս մարտիկ, Վիտալի Բալասանյանին չեն մոռանա անպայման, Կտրիչ Ներսիսյանին էլ գնացել էր պաշտպանելու, եւ կասեն, որ մենք ուզում ենք Ռուսաստանի կազմ, որովհետեւ չի ստացվում պետությունը պահել, էլի մենք այդքան ազգովի չկանք, ըստ իրենց, որ մենք պետություն ունենանք։ Մենք պետք է լինենք ինչ-որ մի փոքր ծայրագավառ այդ կազմում։ Եվ դա նշանակում է մի բան, իրանք ուղղակի Ռուսաստանի շահն են սպասարկում։ Ուրիշ բան այստեղ չկա, այսինքն ամբողջ տրամաբանությունը նրա մեջ է, թե ում շահն ես դու սպասարկում։ Եթե Հայաստանի շահն է սպասարկում, ապա մենք հնարավորություն ունենք պահել պետությունը։ Եթե հիմա Վաշինգտոնի շնորհիվ խաղաղությունը ապրապնդենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այլևս մենք ոչ մի բան զիջելի չունենք։ Մեզ այնց էլ ոչ մի բան զիջել ոչ ոք չի պահանջում։ Հակառակը մենք հարստանալու ենք, հզորանալու ենք եւ պետություն ենք պահպանելու։ Ռուսաստանը դժգոհ է, որովհետեւ Էդուարդ ջան, դուք հիանալի գիտես, ինչ աշխարհակաղակական իրավիճակ է։ Ռուսաստանը չի կարող պահել Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը։ Եվ հիմա Իրանում ազդեցություն ունի, Վրաստանում ազդեցություն նաեւ ունի եւ դրա մասին խոսվում է Արևմուտքում եւ այլն։ Այդ շղթայի մեջ, որ փակի այդ ճանապարհը թուրքական պետությունների համար, Հայաստանը պետքա վերահսկի։ Այսինքն կամ Ռուսաստանն է վերահսկում, այս թուրքական պետությունները գնում են ռուսների հետ Մոսկվայում բանակցում են, ինչը ռուսներին շատ է ձեռ տալի, մեզ է օգտագործում, ավելի ճիշտ մեզ չէ, մեր պետությունը իր համար տարածք է դարձնում։ Կամ երկրորդ տարբերակն է, մենք թուրքերի հետ խոսենք եւ այդտեղից օգուտը մենք քաղենք, այլ ոչ թե թուրքերը, կներեք, այլ ոչ թե ռուսները այս դեպքում, բացահայտ։ Մենք խոսենք եւ Թրիփի ծրագիրը դրա մասին է, նոյեմբերի 9-ի ծրագիրն էլ դրա հակառակի մասինն է ամբողջությամբ եւ սա հսկայական հնարավորություն է, որ հայկական պետությունը պետություն դառնա, զարգանա, ամրապնդվի եւ այլն։ Ոստի ակնհայտորեն հիմա այդ մարդիկ իրանց անձնական միլիարդների պատճառով, անձնական շահի պատճառով պետական շահն են դնում, ազգային շահն են դնում իրականում այդ կշեռքի վրա եւ դա շատ-շատ վտանգավոր է եւ մենք այդ մարդկանց մի բան կարող ենք ասել։ Ես կարծում եմ ոչ միայն պարոն Թոմասյան միլիարդների մասն է խոսքը, այլ նաեւ անձնական անվտանգության մասն էլ կարող է խոսք լինի իրենց։ Համամիտ եմ լրիվ համամիտ եմ։ Հիշում եք նաեւ խոսակցություն կար, որ Կտրիչ Ներսյանին երաշխիքներ պետք է տրվի անձնական անվտանգության, որովհետեւ եթե ինքը լքի այդ պաշտոնը, իրան Մոսկվայից ասել են դա չանես, ինքը հաստատ ունենալու է անձնային, այդ դեպքում էլ միլիարդների թեմա ոչ է միայն հաստատ։ Այդ դեպքում անձնական անվտանգություն լրիվ համամիտ եմ։ Անձնական անվտանգության հարցն էլ կա, հատկապես որ Ռուսաստանը գիտենք մարդկանց թույնավորում է, մարդկանց սպանում է, ի վերջո հոկտեմբերի 27-ի հետ կապված մենք դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի դերը ինչպիսին է այդտեղ եղել եւ Ռուսաստանի գործակալների եւ այլն, ուստի լրիվ համամիտ եմ։ Պարոն Թոմասյան, անցնենք Իրանին, քանի որ Իրանը եւս շատ կարևոր է այս ամենի հետ ինչ տեղի ունենում։ Ես նույնիսկ ասում եի, թե ինչպես կավարտվի Իրանի պատերազմը, դա եւս ինչ որ չափով կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների վրա։ Մենք հիմա շատ բարդ իրավիճակ ենք տեսնում Իրանի շուրջ։ Ձեր կարծիքով, ձեր կանխատեսումներով կարող են ամերիկա-իրանական բանակցությունները որևիցե կերպով ազդել TRIP ծրագրի վրա։ Առաջինը պետք է ասել, որ կարծում եմ համամիտ ենք դրանում, որ ոնց որ պատերազմը չի ավարտվել։ Սա մարտ էր, որը ավարտվել է, հիմա Իսլամաբադում բանակցություններ են տեղի ունենալու
դիվանագիտական ձևով է շարունակվում, այսինքն միջև պատերազմ նաև դիվանագիտություն էր, հետո սպառնալիքներ, հետո պատերազմ, հիմա էլի դիվանագիտություն եւ սպառնալիքներ, պատերազմը երբ կվերսկսվի ոչ ոք չգիտի։ Արդյունքները այդ պատերազմի իհարկե մեծ ազդեցություն ունենան Հայաստանի վրա, բայց մենք դեռ չունենք վերջնական արդյունքներ։ Այսինքն ոչ Միացյալ Նահանգներն են վերջնական նպատակին հասել, ոչ էլ Իրանը, որտեղ Իրանի նպատակը այստեղ ամերիկյան ռազմակայանների եւ Իսրայելի ոչնչացումն է, իսկ Ամերիկայի նպատակը ռեժիմի փոփոխություն։ Այսինքն ոչ մեկ չի հաղթել վերջնական, զուտ ռազմական առումով եթե վերցնես, իհարկե հարվածը Իրանի համար շատ լուրջ է, շատ տարիներով հետ է ընկել Իրանը այդ դիրքերից, հասկանալի 13 ռեժիմի փոփոխություն հիմա այդ հարցը դրվում է։ Թրամփը ասում է արդեն փոխվել է ռեժիմը։ Թրամփը, ես կարծում եմ, որ Թրամփը, որ ասում է փոխվել է ռեժիմը, դա այսպիսի առաջարկություն է ներսում, որ փոխեք նույն մարդիկ, փոխեն ոնց որ Վենեսուելան արեցին, իրենց մոտեցումը։ Հա, իրականում նույն մարդիկ են, չէ, Վենեսուելայում։ Ուղղակի անձը փոխեցին եւ մոտեցումը փոխեցին։ Նույնը այստեղ է առաջարկում, որ նույն էլիտաները, դե էլիտաների համար գլխավորը իշխանությունն է իրականում, որովհետեւ մնացածը արդեն դա արդեն այդ իշխանության այսպիսի փաթեթավորումն է։ Թրամփը ասում է, որ փոխեք անպայման չի, որ դուք գնաք ուրիշը գա։ Դուք փոխեք, մենակ մի եղեք այդպիսի, այսինքն այդ գաղափարախոսությունը մեղմեք ձեր։ Իրանը կարելի ասել, որ դեռ չի համաձայնվում դրա վրա։ Ռեժիմի փոփոխությունը, ռեժիմի մոտեցման փոփոխությունը առնվազն օրակարգում է, որտեղ միջուկային ծրագրի մասին կա հարց գլխավոր։ Հիմա եթե միջուկային ծրագրից հրաժարվեն, կարելի ասել ռեժիմը փոխվեց, որտեղ հենց դա է ռեժիմի բաղադրիչը, որ ինքը չի հրաժարվում դրանից։ Եթե չհրաժարվի, ուրեմն ռեժիմը չի փոխվել եւ դրանից է բխելու։ Հիմա կարող է պատերազմը 1 տարով դադարի խոսքին, 1 տարի անց եւս էլի մի այսպիսի մի քանի շաբաթանոց հարվածներ ասեն։ Այսինքն թույլ չտան, որ Իրանը ինչ որ շեմից ավելի հզորանա։ Բայց չնայած դրա համոզված եմ նաեւ տեսել եք, վերջի օրերի ընթացքում արդեն հրադադարից հետո լրջագույն ուժեր են գալի տարածաշրջան, ամերիկյան նոր ուժեր։ Դա հեչ նման չի նրան, որ Թրամփն է հայտարարում, որ մենք նորագույն զենքերով կարող է հարված հասցնենք։ Այո, այսինքն սա ոչ մի բան չի ավարտվել իմ պատկերացումով։ Ինչ վերաբերում է թրիփին, իհարկե վտանգ թրիփին կարող է լինել եւ ամեն ինչին վտանգ կարող է լինել, բայց այդտեղ կա եւ կարծում եմ այդ մեր գործակալական ցանցը պետությունում նկատի ունեմ ընդդիմություն, որ իրան կոչում է, որ ասում է թրիփը չի ստացվի ամերիկյանը եւ այլն, որովհետեւ ամերիկյանը կհարվածի Իրանը եւ շատ ուզում են ողջևորված են դրանով, կարծում եմ մի հատ մեծ սխալ են թույլ տալի, որտեղ Հայաստանի տարածքում ամերիկյան դեսպանություն էլ կա եւ խոսքին Իրանը երբ հարվածում էր Իրաքում, Բաղդադում ամերիկյան դեսպանությանը, չի հարվածել Երևանում ամերիկյան դեսպանությանը, որովհետեւ այդտեղ կարևորագույն դեր ունի Հայաստանի պետությունը, ինքնիշխան պետությունը։ Պետությունը, կառավարությունը հիանալի հարաբերություններ է ձևավորվել Իրանի հետ։ Իրանը գիտի, որ մեր կողմից վտանգ չկա։ Հիշեցնեմ նաև մեր հանրությանը, որ Ռուսաստանն էր փորձում, ինչու՞ է եվրոպական առաքելությունը ասել, որ իբրև Իրանի դեմ է։ Որ հենց այդ թեզը ստեղծել, իրականում ոչ, ասում է հետախուզական բան են անցկացնում, ուրեմն ինչի մասին է խոսքը, հետախուզականի համար արբանյակներ կան Հայաստանի տարածքից խոսքին ջերմուկից ոնց պետք է Իրանը վերահսկես, լուրջեր չտա քննարկել։ Այդ փորձում էին ստեղծել այդ մթնոլորտը, որ Հայաստանը թիրախավորեին այդ դրանով։ Հիմա Իրանի հետ եթե մենք ճիշտ բանակցենք եւ շարունակենք ինչպես գործող իշխանությունը շատ լավ անում է իմ պատկերացումով, ապա Իրանից սպառնալիքներ չեն լինի։ Հետո թրիփը դա ռազմական ծրագիր չէ, թրիփը հակաիրանական ծրագիր չէ։ Բացի դրանից թրիփից բացի նաև քննարկվում է այն եղած երկաթուղին, որը անցնում է ուրեմն Ղազախ, Իջևան, Երևան, Գյումրի, Կարս ուղղությամբ, դա էլ կարող է գործի դրվել, նույնիսկ ավելի շուտ քան թրիփը։ Ուստի Իրանի հետ եթե ճիշտ աշխատենք, հիմա էլ Իրանին շատ օգնություն պետք է լինի, տնտեսական, իհարկե ռազմականի մասին խոսք չի գնում, տնտեսական, մարդասիրական եւ այլն, Հայաստանը միշտ պատրաստ է աջակցել Իրանի ժողովրդին։ Ամեն ռազմաբազա չէ դա, ուղղակի ծրագիր, որը որ կարևոր է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար նույնպես։ Այսինքն ոչ միայն Հայաստանի շահերին հարվածելու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ նաեւ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի շատ երկրներ, Եվրոպայի, Չինաստանի։ Այո, եւ նույն Չինաստանը կարող է դեմ լինել, որովհետեւ տեսեք, հարցը նրանում է, որ հիմա փակվել է Ռուսաստանով Չինաստանի համար մատակարարման ուղիները,
եւ փակվել է Իրանով մատակարարման ուղիները։ Ուրիշ ուղի չկա, բացի միջին միջանց կոչված այդ մեծ ծրագրի Չինաստան-Եվրոպայի հարավային Կովկասով։ Հիմա հարավային Կովկասում երկու ճանապարհ կա՝ Վրաստան եւ Հայաստան։ Վրաստանը իր դերը ունի, բայց եւ այդտեղ տարբեր նաեւ հարցեր կան, խնդիրներ կան, արևմուտքը այս պայծրությամբ թրիփի ուղղությունը բացում շարժվել։ Ինչը ստացվում է, որ դա համ մեզ է ձեռ տալի, համ թուրքական պետություններին, համ Եվրոպային, համ Ամերիկային, համ Չինաստանին, բոլորի համար ձեռնտու է ստացվում ի վերջո։ Իրականում Ռուսաստանին էլ, եթե այդտեղով առևտուր անի, բայց Ռուսաստանը ուզում է ինքը վերահսկի դա, այսինքն այստեղ նրա մասին է, որ Ռուսաստանը ուզում է որ Հայաստանի փոխարեն ինքը այդ լծակը ունենա։ Արեք անկեղծ ասենք, հա, առանց այդ լծակի Հայաստանը շատ թույլ դիրքեր կունենա, որտեղ գիտեք, ուրեմն Վրաստանի կարևոր դերը ինչից է եկել երկար տարիներ, որ այս լոգիստիկ կապերը անցել է Վրաստանի վրա, հա, երկաթուղի, նավթատար, գազատար եւ այլն, այսինքն գազամուկ եւ այլն, այդ ամենը այդտեղից է եկել այդ ամեն ինչը եւ Հայաստանը հիմա որ դա ձևավորի նաեւ կստեղծի այդ փոխշահավետ բալանսավորման միջոցներ։ Երեք Էստոնիայի արտգործ նախարարի հետ հետաքրքիր զրույց ստացվեց Հայաստանի արտգործ նախարարի եւ Էստոնիայի արտգործ նախարարի միջև երրորդ կողմի ներգրավման մասով արդյոք ինչ ես կարծում Գեորգի, դա Եվրոպայի մասին է խոսքը։ Եվրոպան է ներգրավել որպես երրորդ կարևոր կողմ թրիփի շինարարության։ Հետաքրքիր հարց է, երրորդ կողմը, որ ասվում է, ուզում եմ հիշեցնեմ զուգահեռ, որ Ալիևը Թբիլիսիում ասեց մենք Վրաստանի հետ միասին համատեղ ներդրումներ ենք մտածում երրորդ պետությունում։ Դա եւ Արարատ Միրզոյանի ասածը ինչ որ իմ համար տրամաբանության մեջ է մտնում, որովհետեւ մեկ բան կա, Եվրոպական միությունը հա շատ լավ, բայց որ տարածքով։ Այսինքն երկաթուղին, որ կառուցվի Մեղրի հատվածում եւ ոչ միայն երկաթուղին, ինչ որ մի տարածքով պետք է գա, չէ՞, այդ սարքերը։ Ադրբեջանը ասում է, ես այնա ունեմ Արաքսի հովտում, այնա ամեն ինչ ավարտել եմ, կարամ գամ ես ինքս կառուցեմ։ Հայաստանը դրա դեմ էր։ Բայց կամ էլ Վրաստանի կամ Թուրքիայի տարածքով պետք է գա այդ սարքերը, կամ ինչ որ համատեղ, ինչ որ ծրագիր լինի, Համատեղ ամենայն հավանականությամբ։ Հա, դե կարող է Վրաստանի հետ միասին, կամ Վրաստան, Եվրոպա, կամ կարող է Վրաստանի կամ Թուրքիայի Վրաստան, Ադրբեջան, Եվրոպա։ Այո, նաև հիշեցնեմ, որ Մերձավոր Արևելքից պետության մասին էր խոսքը։ Ես կարծում եմ Արաբական Էմիրությունների մասին է խոսքը։ Կարող է Արաբական Էմիրությունները նաև իր դերը ունենան կառուցման, այսինքն դա կարող է լինի բաժանված, էլի, Եվ ինչքան շատ ներգրավենք մենք մասնակիցներ, այդքան կարող է լինի այսպես, որ Ամերիկան պատվիրի Միացյալ Արաբական Էմիրությունները ոնց որ կառուցվելու համար վերցնեն պատասխանատվություն եւ դա հետո այստեղ տարածաշրջանում խոսքին Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միասին խոսքին ինչ որ կոնսորցիում Հայաստան, Ադրբեջան, Վրաստան միասին ինչ որ կոնսորցիում ձևավորեն, խոսքին եմ ասում, որովհետեւ հաստատ ոչ ոք չգիտի եւ ինչ որ այդպիսի ձևաչափով անեն։ Կամ կարող է Ադրբեջանը չլինի դրանում եւ միայն Վրաստանի կամ Թուրքիայի տարածքով Արաբական Էմիրությունները ինչ որ եվրոպական պետությունից բերեն այդ սարքերը իրանք զուտ մենեջմենտի համար պատասխանատու լինեն եւ մտնի Վրաստանի տարածքով, խոսքին կամ Թուրքիայի տարածքով, այսինքն դա բարդ գործընթաց է, բայց պետք է գտնել, ես համոզված եմ հիմա այն մարդիկ, ով պատասխանատու են, ով տեղեկատվությունները ունեն մանրամասն, հիմա մենք շատ բաներ այդտեղից չգիտենք, չէ, ներքին քննարկումից, համոզված եմ իրանք սա լիարժեք ոնց որ բան են անում, հայլեր են անում այդ։ Արդյոք նկատում ես փոփոխություններ Եվրամիության եւ Իրանի միջև հարաբերությունների Ֆրանսիայի նախագահի հաճախակի զանգերը Փեզեշկյանի հետ, Իտալիայի դիրքորոշումը ամերիկացիների մասով, Իսպանիայի, նաեւ Իսրայելի մասով, այսինքն այս բան, նաեւ Գերմանիայից եղավ հայտարարություն, որ կարող է փոխեն իրենց հարաբերությունների ոճը, պատժամիջոցներ հանեն, երկխոսություն սկսեն Իրանի հետ։ Ինչպես է այս ամենը գնահատում, այսինքն որոշակի կարծես ջերմացում է նկատվում, հա, Իրանի եւ Եվրամիության տարբեր ազդեցիկ երկրների միջև, կամ թեթև փոփոխություն դրական։
Կարծում եմ, որ դա լավ ոստիկան, վատ ոստիկանի խաղ է։ Եվ Տրամպը այստեղ եւ Նետանյահուն վատ ոստիկանի դեր են խաղում, Եվրոպան շատ ճիշտ իմ պատկերացումով լավ ոստիկանի առաջարկում է լավ հարաբերություններ բայց նաև դա ներառում է չմոռանաս, որ Եվրոպական միությունը միջև պատերազմի սկսվելը մի քանի օր շուտ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հռչակեց տերորիստական խմբավորում։ Այո, Այո, այսինքն դա նրա մասին չէ, որ իրանց համար ընդունելի է այս ռեժիմը։ Այսինքն սա խոսք է գնում հիմա ռեժիմի փոփոխության մասին, եւ իրանք փորձում են ասել, որ մենք պատրաստ ենք ձեր հետ համագործակցել, նույնիսկ ձեր հետ, այսինքն անպայման չի Ռեզա Փեհլևին գա խոսքին, դա ուրիշ սցենար է, եթե դուք փոխեք քաղաքական ձեր վեկտորը եւ գաղափարախոսությունը փոխեք։ ներքին այսպիսի կազմակերպված հեղափոխություն որ անեք եւ ասեք, որ մենք հիմա սեկուլար ենք դարել, այսինքն կողքի ենք արել։ Խոսքին Պեժեշկյանը որ էլի դառնա իշխանություն, այսպես ասեմ, որը հիմա էլ իշխանություն է, բայց պակաս ուժով։ Այստեղ ես կարծում եմ նույնիսկ որ Երևանը իր դերը ունի։ Համոզված եմ դրանում։ Այսինքն Ֆրանսիայի եւ Իրանի միջև միջնորդի դեր ենթադրում եմ ունի Երևանը, որը չի երևում եւ որը նույնիսկ պետք չի որ երևա, որովհետեւ մենք ունենք լավ հարաբերություններ համ այն պետության հետ, համ այս պետության հետ եւ կարող է Հայաստանը ինչ որ բաներ նույնիսկ այդ ուղղությամբ աջակցի եւ ես դրական եմ գնահատում, որ Ֆրանսիան, Եվրոպան փորձում է Իրանի հետ կոնստրուկտիվ նայել, այսինքն Իրանը որ միայն արևմուտքում ճշնամի չտեսնի, նաեւ ընկերներ տեսնի, Դա մեկ փաստ է, որ մեր հանդեպ Իրանը այսպես ճշնամական չի մոտենա, որովհետև մենք Ֆրանսիայի հետ ենք շատ մոտիկ նաև եւ իրանք հասկանում են, որ մենք փորձում ենք օգուտ բերել նաև Իրանի եւ Արևմուտքի կապերին եւ միշտ թե Իրանից զանգել Երևան, կարան գիտենալ իրանք հաստատ, որ Երևանը կարող է հանգիստ զանգել Վաշինգտոն, Փարիզ եւ այլն եւ ինչ որ իրանք խնդրանք կամ հորդոր կամ ինչ որ մեսիջ ուղարկի, ինչպես հիմա Իսլամաբադը արեց, այսինքն այդ է պատճառը, որ Հայաստանը, որ ինքն իշխան է, որ իրանք գիտեն, որ Երևան զանգել իմաստ չկա, Մոսկվա զանգենք, այլ կարգավիճակը չկա, այդտեղից է գալի մեր անվտանգությունը։ Նույնիսկ ավելին, որ Ադրբեջանի հետ տեսակ ինչ տեղի ունեցավ, բայց Հայաստանի հետ չի ունեցել, որովհետև Ադրբեջանի առումով իրանք ինչ որ ուրիշ օրակարգ ունեն, Հայաստանը իրան էլ ավելի ճիշտ է դրսևորել այդ օրակարգում։ Գյորգի, վստահ եմ հետևում ես նաև թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ։ Նոր հայտարարություն կա, որը որ արել է Բուդանովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը, որ պատերազմը կարող է շատ շուտով ավարտվել։ Մենք հիմա տեսնում ենք զատկական հրադադար եւ նաև տեսնում ենք ինչ որ գաղտնի բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն է այնտեղ, եթե չեմ սխալվում, եւ գաղտնի բանակցությունները վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ կարծես աշխատակազմի կամ Վիտկոֆի, չնայած հիմա նրանք նաև Իսլամաբադում են։ Այսինքն ինչ որ բանակցություններ կա, որի մասին հայտնի չեն։ Ներկայությունը նրա հայտնի է։ Ինչ կարող ես ասել այս մասին։ Կարծում եմ բանակցությունները միշտ էլ տեղի են ունենում, մենք նաև Իրանի միջև էլ տեսանք, Ամերիկայի-Իրանի, որ բանակցությունները միշտ տեղի են ունենում։ Այսինքն վերջի րոպեին չեն որոշել այն ինչ որոշվեց։ Հիշում ես, պետք է հարվածային, Ամերիկան արդեն պետք է հարվածեր գիշերը եւ դրա փոխարեն հրադադար եղավ։ Բանակցություններ միշտ կա, նույնիսկ ամենածանր պատերազմում Ուկրաինան, Ռուսաստանը նաև են բանակցում, Ռուսաստանը չի ուզում իհարկե կանգնեցնել պատերազմը, բայց մյուս կողմից այս նավթի մշակման կենտրոնների ուղղությամբ հարվածները Ուկրաինայի շատ լուրջ հարված են հասցնում Ռուսաստանին, շատ լուրջ։ Այսինքն սա նույնն է, ինչ որ Հորմուզի նեղուցում Իրանն է անում։ Եվ դա էլ հաջողակ է, չէ՞։ Այսինքն ինչ որ իր նպատակներին հասավ Հորմուզի նեղուցը փակելով Իրանը։ Ուկրաինան էլ ասիմետրիկ այսպիսի էժան դրոներով կարողանում է օգտվել նրանից, որ Ռուսաստանը հակաօդային պաշտպանություն փաստացի չունի եւ դրա շնորհիվ հարվածներ հասցնել։ Հիմա դա բերում է նրան, որ Ռուսաստանի բյուջեի մեծ մասը գալիս է նավթից։ Այսինքն Ռուսաստանը շատ մեծ Նաև պատժամիջոցների այդ հանելն է ավարտվում այսօր կարծես մեկ ամսով որ հանել էին պատժամիջոցները Ռուսաստանից։ Այդ հարցն են երևի բանակցում։ Հրադադար եթե լինի, պատժամիջոցները կհանեն Ռուսաստանից եւ Ռուսաստանը կպահի այն տարածքները, որը այս պայդրությամբ ունի։ Դա կարող է այսպիսի ձեռնտու տարբերակ Ուկրաինայի համար դա ձեռնտու տարբերակ է այս փուլում առնվազն։ Ուկրաինային հրադադար շատ է պետք։
որ կարողանա ուժերը վերականգնել, որովհետև սարսափելի վիճակ է իհարկե։ Ռուսաստանին նաև է պետք այդ նավթի պատճառով, բայց Ռուսաստանը չի ուզում համակերպվել, որովհետև եթե հրադադար լինի, ինքը հասկանում է, որ Ուկրաինան դրանից հետո միայն հզորանալու է։ Իսկ Ռուսաստանի նպատակը ուկրաինական պետությունը ոչնչացնել էր, որից հետո պետքա Մոլդովան էլ գրավեր։ Վրաստան, Բայց Հայաստան, Ռուսաստանն էլ շատ Ադրբեջան։ բարդ իրավիճակում է, պարոն Թոմասյան։ Ասում են արդեն իրենց օրը ռեզերվներից են օգտվում, թե մարդ կային, ճիշտ է ընդհանուր զորակոց չկա, բայց թե ինչ որ ունեն այս պահին, եւ թե ֆինանսական։ Շատ Շատ երկար բարդ է։ այս ձևով չեն կարող շարունակել։ Կամ համատարած ընդհանուր զորակոչ պետք է հայտարարեն, բայց դա էլ ուրիշ խնդիրներ է ստեղծելու։ Շատ բարդ վիճակում է եւ Ռուսաստանը դարել է քաղաքական առումով խորտակվող նավ եւ այդ է պատճառը, որ մենք ժողովրդին պետք է հորդորեն եսել բոլորին, որ շատ կարեւոր է, որ մենք այդ խորտակվող նավի մաս չհայտնվենք, որ հետները չխորտակվենք։ Հիմա կան մարդիկ Հայաստանում, որ իրանց անձնական շահի պատճառով, անձնական փողի պատճառով եւ այլն անձնական անվտանգության պատճառով պատրաստ են զոհաբերել հայկական պետությունը, որովհետեւ հետո իրան գեներալ գուբերնատոր այստեղ կդառնան, կայսրը Մոսկվայից կնշանակի։ Դա շատ կարևոր է։ Մյուս կողմից հիշում ես, նաև խոսում էինք դրա մասին, որ միջև այս պատերազմը սկսվելը Հայաստանը ասում էր, որ Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ է ստորագրելու։ Տարբեր հարթակներում ասում ենք, որ մի փոքր եւ ուրախ եմ, որ այդպես եղավ։ Մի փոքր դանդաղ արեք, մի շտապեք, որովհետեւ խորտակվող նավի հետ եւ Իրանի ժողովրդի մասին չէ խոսքը, չէ, այնտեղ էլ Ռուսաստանի ժողովրդի մասին չէ, իշխանության մասին է։ Մենք չպետք է հայտնվենք, այսինքն ես կարծում եմ ժողովրդի գնահատականը մեր հանդեպ այնտեղից է գալի դրական, որ ժողովուրդը տեսնում է, որ մենք ազգի եւ պետության շահերի մասին ենք խոսում եւ բացատրում ենք, թե ինչ նկատի ունենք դրանում, այլ ոչ թե ինչ որ անհասկանալի շահերից, հա, հիմա որովհետեւ այդ մարդիկ, որ ուզում են մենք խորտակվող ռուսական տնտեսության հետ միասին հայտնվենք, ինչա որ իրանք այդտեղ բիզնեսներ ունեն։ Նրա փոխարեն, որ մենք լինենք Ամերիկայի եւ Եվրոպայի հետ, որտեղ որ աշխարհի ամենահարուստ մասն է, որտեղ որ այդպիսի տեխնոլոգիաներ կան, հիմա մեզ գալիս է արդեն արհեստական բանականության ուղղությամբ առաջի լուրջ ներդրումները եւ այլն։ Այսինքն հարցը նրանում է, որ այդ մարդիկ պատրաստ են զոհաբերեն այդ ամենը իրենց սեփական շահերի համար, ֆինանսական այդ թվում, եւ դա ցավալի է իրականում, հասկանում եք։ Դա ցավալի է, բայց ես երբ տեսնում եմ ինչ որ Գաբրիելյանովներ նաեւ սպառնում են Հայաստանին եւ այլն, հասկանում եմ, որ այս մարդիկ արդեն են հայ լինելու բովանդակությունը, հայկի ժառանգ լինելու գաղափարը կորցրել են, այսինքն իրանց համար խնդիր չկա, որ իրանք ուրիշի կայսրության ներքո լինեն եւ այլն, եւ 2 միլիոն հայով թող մեզ չսպառնան Ռուսաստանում, հա, որովհետեւ այդտեղից ով հայ է, իր հայրենիքը Հայաստանն է։ Թող գա Հայաստան ապրի, հակառակը Հայաստանը հզորացնի, շենացնի։ Առաջ այդ մարդիկ գնացել են, որովհետեւ Հայաստանում ապրել անհնար էր, աշխատել անհնար էր, ստեղծագործել Հիմա էլ անհնար էր։ Ռուսաստանում է դառնում անհնար։ Բա իհարկե Ռուսաստանում Instagram չկա, Facebook չկա, WhatsApp չկա, Telegram չկա, ինտերնետ չկա, պատերազմ են տանում 6000 զոհ է հայ համայնքը տվել պատերազմում արդեն։ Շատ ավելի շատ, քան Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Դրա փոխարեն արեք Հայաստանը շինացնեք, ինչ խնդիր։ Ռուսաստանը ռուս ժողովրդի մասին չի սա։ Ռուսաստանը որ լինի նորմալ իշխանություն ունենա, Ռուսաստանը կարող է մեր ամենամոտիկ դաշնակիցը նորից դառնա։ Բայց Ռուսաստանը այսօր հակառուսական իշխանություն ունի, տարեկան 350,000 արդեն Ուկրաինայում սպանում փաստացի իրանց քաղաքացիների նկատի ունեմ։ Օրական 1000 հոգի զոհ ունեն։ Հիմա այդպիսի ռեժիմի հետ, այդպիսի կառավարման հետ մենք ճանապարհ չունենք, մենք ժողովրդավար հանրություն ենք։ Ուստի մեր հայրենակիցները թող գան Հայաստան, Հայաստանում ապրեն, Հայաստանում ստեղծագործեն եւ եթե այդքան մարդ գար, մեր հնան միանգամից կնապատկվեր։ Հսկայական աճ կլիներ, այսինքն եւ իրանք եթե գային Հայաստան, ես նկատի ունեմ, չեն ունենա։ Ինչ խնդիր, հակառակը Հայաստան այսօր խաղաղ, Հայաստան այսօր Դուբայից անվտանգ փաստացի կենտրոն է դառնում, ինչ դառնում, փաստ է, հա, փաստ է, Դուբայը, որտեղ որ շատերը գնում են ապրելու, հիմա Հայաստանը նույն Վրաստանն էլ իհարկե, անվտանգ ուղղակի Հայաստանը էլ ավելի, որտեղ արևմուտքի հետ նույնիսկ ավելի լավ, հա, հիմա ազատ վիզայի ռեժիմ շուտով կունենանք, կարծեմ գալիք տալի արդեն կունենանք եւ այլն։ Այսինքն Հայաստանը ավելի է մոտենում նաև Եվրոպային եւ այլն, Դուբայից ավելի լավ կենտրոն է դառնում։ Հազիվ մենք կանգնել ենք նորմալ ճանապարհի վրա, բայց դա չի ուզում Ռուսաստանը, որ մենք կայանանք ինչպես պետություն։ Դες վստահ եմ, որ մեր Հայաստանի հասարակությունը բավականին
իմաստուն հասարակություն է, պարոն Թումասյան, բայց ընդդիմությունն էլ համաձայնվեք, որ պետք է նորմալ ընդդիմություն ունենան, քանի որ դա էլ ազգային անվտանգության սպառնալիք է։ Հաջորդիվ այդ հարցը պետք է լուծվի։ 100% համամիտ եմ եւ կան առողջ ընդդիմադիր ուժեր, ցավոք այս մեծ փող ունեցող այս ռուսական ազդեցության գործակալները կարողացել են զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, որ նրա փոխարեն որ այն առողջ ուժերը, որոնք քաղաքացիական պայմանագրին լավին լավն են ասում, վատին վատը, որտեղ պետք է աջակցում են, որտեղ պետք է քննադատում, որ այդ ուժերը լինեին ազգային ժողովում։ Ես դեռ հույս ունեմ, որ իրանք կկարողանան հայտնվել ազգային ժողովում հայ ժողովրդի քվեարկության հետևանքով, որտեղ ընդդիմությունը պետության ճշտամի չպետք է լինի։ Դա առհասարակ իմ համար աննկարագրելի բան է։ Ընդդիմությունը պետք է լինի, որտեղ որ ճիշտ ենք գնում, աջակցի, որտեղ որ սխալ են գնում եւ այնինչ կարծում եմ դուք ձեր եթերներում, ես իմ եթերներում անում ենք, լավին լավն ենք ասում, վատին վատը, որտեղ պետք է աջակցում, որտեղ քննադատում, այդպեսի ինդուկցիա նորմալ պետք է ունենա եւ շատ ճիշտ է, որ դա ազգային անվտանգության հարց է, այդ քաղաքացիական պայմանագիրը մենակ չպետք է լինի, որտեղ երբ որ իշխանությունը մենակ է, հետո արդեն սկսում է սխալներ թույլ տալ, սխալը սխալի վրա եւ դա խնդիր է։ Այդ իսկ պատճառով առողջ քննադատությունները շատ կարեւոր եւ անհրաժեշտ է։ Շատ շնորհակալ ենք, պարոն Թումասյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։